Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Արարատյան խոհանոցն է եթերում Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք, շատ ուրախ եմ, որ միասին աշխատում ենք վերականգնել մեր ազգային խոհանոցը։ Շարունակական է լինելու մինչև ավարտը իհարկե Շիրակի մարզի խոհանոցի ներկայացումը եւ մենք այդ ընթացքի մեջ ենք։ Այսօր ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Մեգերյան Կարպետ ռեստորանի ավագ խոհարար Վլադիմիր Ռաֆայելյանը։ Ողջույն Վլադիմիր։ Ողջույն ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Ամեն ինչ նորմալ է։ Այո։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Մենք այսօր պատրաստելու ենք կարտոֆիլով տոլմա։ Բաղադրությունը դրված է, ես տեսնում եմ Այո։ թթուկ աղամ, կարտոֆիլ, կարագ, տոմատ եւ սոխ։ Այս կերակրատեսակը, այս տոլմայի տարատեսակը, հարգելի հեռուստադիտողներ, բնորոշ է Շիրակի, Ջավախքի մարզերին։ Կարող են նաեւ այլ, ես դեռ մենք չգիտենք, դեռ չենք ուսումնասիրել, բայց հավանաբար այլ տարբերակներ էլ կլինեն, բայց սա հենց տոլմայի մի յուրահատուկ տարատեսակ է։ Խնդրեմ, ինչ ենք անելու, ինչից ենք սկսելու։ Կաղամբը պետք է 30 ջրի մեջ դնենք, որպեսզի թթվածություն վաղություն դուրս գա։ Դնենք։ Այդ ընթացքում պահում Ես ջուր կդնեմ։ Այո, ջուրը կդնեք, ես սկսեմ կարտոֆիլը կտրատել։ Կարտոֆիլը կտրատում ենք զողիկաձև։ Կաղամբը ես տեսնեմ, թե որն է հարմար։ Անենք խաշվի։ Չնայած շատ նուրբ է կաղամբը այսօրվա։ Սոխը կտրատում ենք կիսալուսնաձև։ Սոխը տապակելու ենք, սոխառած ենք անելու տոմատով եւ համեմունքներով։ Ինչ Այդ համեմունք ենք ընթացքում օգտագործելու։ օգտագործել ենք սև բիբար, կարմիր բիբար, չորրեան եւ 4 ցիտրոն։ Հիանալի։ Հիանալի։ Եվ տոմատ ենք լցնելու։ Այո։ Կարտոֆիլը կարող ես լցնել։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, հարգելի հեռուստադիտողներ, Շիրակի մարզին բնորոշ կերակրատեսակներ են պատրաստում եւ այս տոլմայի տարատեսակը, որ դուք տեսնում եք տապակված կարտոֆիլով, հենց բնորոշ է Շիրակի մարզին, ինչպես նաեւ Ջավախքին։ Ընդհանրապես մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ երկու տարածաշրջանների խոհանոցները շատ ու շատ նման են իրար, շատ ու շատ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե չեք հասցրել դիտել ու եթերում մեր հաղորդումը, կարող եք հետևել մեր YouTube-յան էջում, իսկ եթե ուզում եք կապ հաստատել մեզ հետ, կարող եք այդ կապը հաստատել Facebook-յան եւ Instagram-յան մեր էջի միջոցով։ Այնպես որ մենք սպասում ենք ձեր առաջարկներին, եթե ունեք մոռացված կերակրատեսակ եւ անհանգիստ եք, որ այդ կերակրատեսակը չի շրջանառվում, իսկ եթե չի շրջանառվում, հետեւաբար նա դատապարտված է մոռացության, ուրեմն զանգահարեք, մենք միասին կարող ենք պատրաստել այդ կերակրատեսակը եւ պահպանելով իհարկե ձեր հերինակային իրավունքը։ Ինչ ստացվեց։ Կարտոֆիլը արդեն պատրաստ է։ Մի հետաքրքիր բան կա ընդհանրապես այս մեր մարզային կերակրատեսակները, կարծես կերակրատեսակները ու բարբարները ոնց որ տեսած զուգահեռ այսպես զարգանում են, այսինքն այն տարածաշրջանը, այն մարզերը, որ տարբերվում են նաև բարբարներով եւ ասենք խոսքի հնչեղությամբ, տարբերվում են նաև կերակրատեսակների առումով։ Նույն կերակրատեսակները, որոնք իհարկե մեր ազգային խոհանոցի այդպես հարստությունն են, պատրաստվում են մի քիչ այլ ձևով, մի քիչ համեմվում են այլ ձևով։ Այնպես որ բարեկամներ, որ հետևեք կտեսնեք շատ ու շատ բազմազան, բազմերանգ եւ բազմահամ կերակրատեսակների պատրաստման գործընթաց։ Կարակ կա այստեղ, մենք ինչ ենք անելու կարակը։ Կարակը հիմա սոխառացի հետ ավելացնելու։
ափսեի մեջ կտրատել չի կարելի։ Լսնեմ։ Ավելացնում ենք տոմատը։ Շատ է խոսվել իմիջայլոց եւ խոսում խոհարարի օգնական մասնագիտության մասին, ասեմ որ դա մասնագիտություն է եւ դա նա չէ ով ուղղակի կողքը կանգնել է, հիվանդ տեսել է ու կարող է անել։ Դա լուրջ մասնագիտություն է այն առումով, որ խոհանոցում կան հատուկ վարվելակերպ, հատուկ տերմինոլոգիա, հատուկ շարժուձևին այսպես սովորելու կարիք, այնպես որ նախնական ուսումնական այդ արդյունքը սկսնակ խոհարարի, հենց դա խոհարարի օգնականի կարգավիճակ է տալիս, որովհետև ուսումնական հաստատությունից միանգամից արտադրություն, երբ որ գնաց ուսանողը ավարտելուց հետո նույնիսկ, դեռ նա չի կարող ինքնուրույն առանց վերահսկողության կերակուր պատրաստել, բայց այն, որ ասում ես խոհարարի օգնական, մարդկանց մոտ ստացվում է, որ դե լավ, խոհարարի ինչ օգնական, խոհարարի օգնականը կարող է, ասենք, տեխնիկական աշխատողը նույնպես ձեռքցի եւ օգնի։ Այդպիսի բան չկա, խոհարարի օգնականը նույնպես խոհարար մասնագետ պիտի լինի։ Հիմա մենք ավելացնում ենք սև պղպեղ։ Կարմիր պղպեղ։ Ես սրացնեմ, որ ես չխանգարի։ Չորրեան։ Այստեղ ես բերելու, չէ՞։ Այո։ Չորրեհան եւ Եվ չոր ցիտրոն։ Ցիտրոն։ Ծոթրին, ցիթորան։ Եվ ավելացնում ենք աղը։ Կեսը լցնում ենք արտոֆիլի վրա եւ կեսը պահում ենք, որ վերջում ավելացնենք կաղամբի։ Մի քիչ Սա եղավ խճողակը, չէ՞։ այո։ Սա էլ կաղամբը։ Մի քանի կաղամբի կտորներ դնենք տակը, չէ՞։ Այո։ Սկսում ենք փաթաթել։ Պարոն Մամուլյան, ես կասեի, որ մեր հայերը սովոր են բնական համով սնվել, շատը համեմունքների հետևից չեն Դե գնում։ բնական համեմունքներ ասածը հենց այդ վայրի բույսերն են, որոնք 300 եւ ավելի անուն ճանաչում է հայը եւ օգտագործում է։ Պատրաստելիս ինչ են անում նաեւ։ Զրուցում են, չէ, խոսում են, դեսից, Բամբասում դենից, աշխարհի ծուռ լինելու մասին են խոսում։ Լսել ես այդպիսի բան։ Աշխարհ, աշխարհ։ Հիմա ավելացնում ենք մնացած սոխառացը։ Մենք այնքան մինչև թեթևակի եսը ծածկի։ Ծածկում ենք այսպես, Հեղավորել դնում ենք կրակի։ կրակի։ Մեզանից կպահանջվի որքան ժամանակ։ 30 րոպե։ Հարգելի հեռուստադիտողներ, անցավ այն ժամանակը, որը հատկացված էր կերակուրը պատրաստելու համար եւ պատրաստվեց կերակրատեսակը։ Խնդրեմ, մոտեցիր, զգույշ, սիրելով։ Ցինք մեր մոտ։ Սերը լուր է, լուր է սիրում։ Այո։ Վլադիմիր ջան, ո՞նց ենք մատուցելու։ Կաղամբով սիրուն դեկոր ենք պատրաստելու։ Կաղամբով։ Այո։
Իսկ եթե այսպես, ինչ կարծիք ես։ Քո կարծիքը համակարծիք է իմ կարծիքի։ Եվ այդտեղ պիտի ֆորմաները հա դնես։ Եվ այս մասում ձևավորենք Հազարի տերևով։ տերևով փոքրիկ եւ կավելացնենք լոլիկ լոլիկով փոքրիկ կտրատենք եւ Փոքրիկ շերտեր, հա։ այսպես Հիանալի։ Հարգելի հեռուստադիտողներ, կարտոֆիլով տոլման նույնպես կարելի է այսպես գեղեցիկ մատուցել։ Հիշեցնեմ նորից Շիրակի մարզին բնորոշ կերակրատեսակ կարտոֆիլը տապակեցինք, համեմեցինք աղ, պղպեղ, այնուհետև սոխառած արեցինք տոմատով, տոմատը համեմեցինք չորրեհան, ցիտրոն եւ սոխառացով պատրաստեցինք։ այո Հիանալի, դու ինչ ունես ասելիք, ինչ կարող ես ասել մեր հեռուստադիտողներին։ Եվս մի տոլմայի տարատեսակ, որ պատրաստվում է մեր հայկական շնչով, հոտով, համով։ Շատ լավ։ Ապրես դու, ուզում եմ հարգելի հեռուստադիտողներ ձեր անունից շնորհակալություն հայտնել Բալուդյային եւ ցանկանալ, որ ինքը շարունակի այդպես հայկական ոգով, համով, հոտով այդպես պատրաստի։ Շնորհակալություն Վլադիմիր, ապրես դու։ Թթուկ աղամբով կարտոֆիլով տոլմա 4 բաժնի համար։ Թթուկ աղամբ 2 կիլոգրամ, կարտոֆիլ 1.5 կիլոգրամ, գլուխ սող 400 գրամ, տոմատի մածուկ 100 գրամ, յուղ 80 գրամ, աղ 16 գրամ, սև պղպեղ 4 գրամ, կարմիր աղացած պղպեղ 4 գրամ, չոր ռեհան 4 գրամ, չոր ցիտրոն 4 գրամ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, պահպանենք ազգային արժեքները։ Այսքանն ենք մենք այսօրվա համար պատրաստել։ Ուզում ենք, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։